Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, իրադարձությունները իսկապես հասել են այն կետին, երբ յուրաքանչյուր որոշում կարող է փոխել մի քանի մարդկանց ճակատագրեր։ Վերջին զարգացումները հատկապես կարևոր են, որովհետև դրանք կապված են ոչ միայն սիրո կամ ընտանեկան վեճերի, այլ արդեն ապագա սերունդների ճակատագրերի հետ։ Մանանի պատմությունը վերջին սերիաներում դարձավ ամենահուզիչներից մեկը։ Երկար ժամանակ նա պայքարում էր ինքն իր հետ, մի կողմից վիրավորված էր, հիասթափված, կոտրված, մյուս կողմից դեռ չէր կարող ամբողջությամբ ջնջել այն զգացմունքները, որոնք ունեցել էր Գրիշոյի նկատմամբ։ Եվ ահա վերջապես եկավ այն պահը, երբ նա ասաց ամենակարևոր ճշմարտությունը՝ նա հղի է։ Այդ մեկ նախադասությունը փոխում է ամբողջ իրավիճակը։ Մինչ այդ Մանանն ու Գրիշոն կարող էին բաժանվել, վիճել, հեռանալ իրարից, փորձել նոր կյանք սկսել, բայց երեխայի մասին լուրը նրանց ստիպում է նոր աչքերով նայել ամեն ինչին։ Առավել հուզիչ էր նրանց խոսակցությունը Դավիթ պապի հետ։ Երբ Մանանն ասում է, որ չի ցանկանում, որպեսզի իր երեխան նույնպես մեծանա առանց ծնողների, դա պարզապես որոշում չէ, դա նրա սեփական մանկության, իր ապրած ցավերի և կորուստների արտացոլումն է։ Մանանը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում ապրել բաժանված ընտանիքի մեջ։ Նրա մայրը մահացել է նրան ծննդաբերելուց, իսկ հայրը տարիներ անց, բնականաբար, ու նրանք մեծացել են միայնակ, պապի խնամքի ներքո։ Ինչպես են երեխաները տարիներ շարունակ կրում մեծերի սխալների բեռը, և հիմա, երբ ինքը մայր է դառնալու, նա ցանկանում է խուսափել այդ ճանապարհից։ Սակայն այստեղ շատ կարևոր հարց կա. Մանանը վերադառնում է Գրիշոյի տուն հանուն երեխայի, թե որովհետև դեռ սիրում է Գրիշոյին։ Սրանք տարբեր բաներ են։ Եթե վերադարձի հիմքում միայն երեխան է, ապա ապագայում կարող են նոր խնդիրներ առաջանալ, որովհետև երեխան ընտանիք պահելու պատճառ կարող է լինել, բայց ընտանիք կառուցելու համար միայն դա բավարար չէ։ Մյուս կողմից, հնարավոր է, որ Մանանը դեռ հույս ունի, որ Գրիշոն կփոխվի, որ նա կհասկանա իր սխալները, որ հայր դառնալու պատասխանատվությունը կստիպի նրան հասունանալ։ Եթե այդպես լինի, ապա առաջիկայում կարող ենք տեսնել Գրիշոյի կերպարի լուրջ փոփոխություն, բայց եթե նա շարունակի նախկին վարքագիծը, ապա Մանանի համբերությունն այս անգամ կարող է վերջնականապես սպառվել։ Մինչ այս ամենը տեղի է ունենում, Լեայի և Լեոյի պատմությունը շարունակում է մնալ սերիալի ամենացավոտ սիրային գիծը։ Երկար ժամանակ նրանք պայքարում էին միասին լինելու համար, նրանք անցել են անհավանական դժվարությունների միջով, փախուստներ, բաժանումներ, ընտանեկան պատերազմներ, սպառնալիքներ, բայց հիմա նրանց պայքարը հասել է նոր փուլի։ Լեոն համաձայնվում է հեռանալ Լեայի հետ։ Սա շատ կարևոր պահ է, որովհետև Լեոն առաջին անգամ կարծես պատրաստ է ամեն ինչ թողնել հետևում, թողնել անցյալի ցավերը, ընտանեկան հակամարտությունները, թողնել նույնիսկ այն հարցերը, որոնց պատասխանները դեռ չունի, միայն թե լինի Լեայի կողքին։ Սակայն հենց այստեղ է սկսվում գլխավոր վտանգը։ Լեան վստահ է, որ հեռանում է Իննայի հետ, քանի որ Իննան ասաց, որ միասին են ցանկանում հեռանալ։ Իննան իսկապես դարձել է այն մարդը, որը հասկանում է իր դստեր տառապանքը։ Նա տեսնում է, որ Լեան օր-օրի կործանվում է և որպես մայր ցանկանում է փրկել նրան։ Բայց խնդիրն այն է, որ կա մեկ մարդ, որը դժվար թե թույլ տա, որ այս ամենը տեղի ունենա։ Այդ մարդը Հունանն է։ Եթե նայենք ամբողջ սերիալին, Հունանը միշտ նույն կերպ է վարվել, թվում է, թե ամեն ինչ ավարտված է, և նա հայտնվում է վերջին պահին, երբ թվում է, թե մարդիկ պարզապես ազատվել են նրա վերահսկողությունից, նա նոր քայլ է անում, և հենց այդ պատճառով շատ հավանական է թվում, որ եթե Լեան ու Լեոն փորձեն հեռանալ, Հունանը արդեն գիտի այդ մասին ու կհայտնվի այնպես, ինչպես կհայտնվի։ Հունանը շատ լավ հասկանում է, որ եթե Լեան հեռանա Լեոյի հետ, ինքը կկորցնի վերջին ազդեցությունն իր դստեր կյանքի վրա։ Եթե վերջին պահին Հունանը փորձի օգտագործել անցյալի գաղտնիքները, ապա կարող է նոր պայթյուն առաջանալ։ Հնարավոր է, որ Լեոն վերջապես ամբողջությամբ իմանա այն, ինչ մինչ այժմ բոլորը փորձում էին թաքցնել։ Հնարավոր է, որ Լեան այլևս չկարողանա լռել։ Հնարավոր է, որ Իննան նույնպես որոշում կայացնի կանգնել ճշմարտության կողմը։ Եվ այս դեպքում օդանավակայանը կամ մեկնելու փորձը կարող են վերածվել սերիալի ամենալարված տեսարաններից մեկին։ Մի կողմում կլինեն Լեան ու Լեոն, մյուսում նոր կյանք սկսելու ցանկությունը։ Մյուս կողմում Հունանն է իր անցյալի, իր գաղտնիքների և իր վերահսկողության ցանկությամբ։
ցանկության հետ։ Այս պահին թվում է, որ գոյամարտը մոտենում է հերթական մեծ շրջադարձին։ Մանանը փորձում է ընտանիք պահպանել հանուն իր ապագա երեխայի, Գրիշոն կանգնած է հայր դառնալու պատասխանատվության առաջ, Լեան ու Լեոն փորձում են փրկել իրենց սերը, իսկ Հունանը հավանաբար պատրաստվում է վերջին անգամ խառնվել նրանց ճակատագրին։ Բայց որքան էլ նա փորձի կանգնեցնել իրադարձությունները, մեկ բան արդեն ակնհայտ է՝ հերոսների կյանքերն այլևս չեն կարող վերադառնալ նախկին վիճակին։ Չափազանց շատ ճշմարտություններ են դուրս եկել ջրի երես, չափազանց շատ մարդիկ են փոխվել, եւ առաջիկա սերիաները կարող են որոշել արդյոք սերը կհաղթի երկար տարիների ատելությանը, թե անցյալի մեղքերը կրկին կկործանեն բոլորի երջանկությունը։ Դե ինչ, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։